Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 12-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան Վիդուրային բացատրում է արարչագործության երկրորդ փուլը, որը ամեն անգամ շեշտում ենք դա ըստ արիացիների իրականացնում է կենդանի էակի բանականությունը։ Այսինքն, թե ինչպիսի կենդանի էակներով լցված կլինի այն տարածքը, որը տրամադրում է Գերագույն Աստծո անձնավորությունը եւ որը մենք կոչում ենք մշտական աշխարհ, թե ինչպիսի կենդանի էակներով այն կլինի, ուրեմն լցված կախված է նրանից, թե ինչպիսի արժեքային համակարգ ունեցող կենդանի էակներ են գալու այս նյութական աշխարհ։ Մենք տեսეთ հիմա քննարկում ենք մի շատ հետաքրքիր իմ կարծիքով թեմա, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպիսի խորությամբ եւ ինչպիսի ներքին խաղաղությամբ են վերաբերվում արիացիները այնպիսի էմոցիաների, այնպիսի զգացմունքների, որը սովորաբար մենք համարում ենք ուրեմն բացասական էմոցիաներ։ Քննարկում ենք ձեզ հետ չբավարարվածության կամ ջղայնության էմոցիան եւ դրա հետ մեկտեղ քննարկում ենք ավիրման սկզբունքը։ Մենք ձեզ հետ խոսեցինք նրա մասին, որ շաստրաներում կա շատ կարևոր մի սկզբունք, որտեղ երբ որ խոսքը գնում է ամուսնու եւ կնոջ մասին, եթե մենք խոսում ենք սուրբ գրվածքների ուրեմն իմաստի շերտի մասին, ապա այստեղ անպայման խոսում ենք նրա մասին, որ ինքը երբ որ խոսացվում է կնոջ մասին, դա խոսացվում է ծառայող սկզբունքի մասին։ Երբ որ խոսացվում է տղամարդու մասին, դա խոսացվում է առաջնորդող սկզբունքի մասին։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը Ռուդրային ասեց, որ դու քեզ կդիմեն նաև եւս 11 անուններով, չէ՞, եւ դու կունենաս ուրեմն 12 կին։ Եվ մենք ձեզ հետ քննարկեցինք եւ ուրեմն Ռուդրայի անունների իմաստը եւ ուրեմն քննարկեցինք Ռուդրայի կանանց անունների իմաստը։ Այս տեսանկյունից մենք երևի թե այսօր առաջին հերթին կփորձենք հիմա դիտարկել, այսպես բան էլի, եզրափակել այդ թեման, չէ, որպեսզի այսպես շատ հստակ պատկերացում կազմենք, թե ընդհանրապես այստեղ ինչի մասին էր խոսքը, որտեղ հետաքրքիր սիստեմա ենք ստացել, չէ։ Ուրեմն, եթե մենք արդեն վերցնենք այսպես էլի Ռուդրայի անունները եւ կանանց Ռուդրանիների անունները, ապա մենք կստանանք, թե ինչպիսի կապ կա այդ երկու անունների իմաստի մեջ։ Ուրեմն մենք տեսանք, որ առաջի անունը, որը Տեր Բրահման տվեց, դա մանյուն էր, որը ինքը մատնանշում է հենց ինքը ջղայնությունը, հա, ջղայնությունը որպես ներքին հզոր էմոցիոնալ իմպուլս, հա, ընդհանրապես մենք արիացիների այս գաղափարի հետ դեռ հանդիպելու ենք, որտեղ Նարադամունին ինքը մի շատ հետաքրքիր գաղափար առաջ կքաշի, ինքը կասի, որ նրանք, ովքեր ատելությամբ են կենտրոնացած Աստծո վրա, նրանց զգացմունքները շատ ավելի ինտենսիվ են, քան նրանք, ովքեր սիրով։ Եվ եթե մենք ընդհանրացնենք, չէ, որ սա ընդհանուր առմամբ Նարադամունին ինքը խոսում է ընդհանուր սկզբունքի մասին, ապա արիացիները իրենք հոգեբանորեն այսպիսի նրբություն են նկատում, որ ատելության հիմքի վրա անձնավորությունները իրենք շատ ավելի այսպես ինտենսիվ զգացմունքներ են ապրում, քան դրանք, ովքեր սիրում են։ Մեզանից ամեն մեկը երբևիցե ինչ-որ մեկին համարել է, որ ատում է, եւ ինչ-որ մեկին համարել է, որ սիրում է։ Եվ հիմա ինքը կարող է անդրադառնալ այս թեմային եւ տեսնել, թե իրապես դա այդպես է, թե ոչ։ Ուրեմն մանյուն դա ջղայնության էներգիան էր, որը ինչպես տեսանք անունի մեջ այդպես է
դուրս գալիս, որ դա էմոցիոնալ շատ հզոր իմպուլս է, ինչպես ես արդեն ասեցի։ Մանյուի կինը դհին է, հա, որի անունը ինքը նշանակում էր բանականություն կամ տարբերելու ունակություն, չէ՞։ Հիմա, այսինքն, այստեղ մենք տեսնում ենք, որ բանականությունը, չէ, բանականությունը եւ տարբերելու զգացումը միայն այդ հիմքի վրա կարելի է մտնել ջղայնության մեջ։ Այսինքն, երբ որ ռեալ, օբյեկտիվորեն անձնավորությունը ոչ թե էմոցիայի տակ, ոչ թե կապվածությունների ազդեցության տակ, այլ բանականության, այսինքն գնահատականի, օբյեկտիվ, գիտելիքի հիմքի վրա օբյեկտիվ, ուրեմն գնահատականն է, որ ծառայում է, հա, ջղայնության արդար արտահայտմանը, հա, ուրեմն սա առաջի սկզբունքն էր, որը մենք կարողանում ենք այստեղ հասկանալ։ Երկրորդը դա մանուն էր, որը, ինչպես հիշում ենք, նրա անունը նշանակում էր մտածող կամ կարգ ու կանոն հաստատող, չէ՞։ Հիմա նրա կնոջ անունը դրիտի, այսինքն հաստատակամություն, կամ ովքեր ռուսերեն հասկանում են, կարող է հաստատակամություն, մի քիչ սխալ եմ թարգմանում, это слово стойкость, հա։ Այսինքն, ինչի մասին է այստեղ խոսքը գնում, էլի, որ այդ հաստատակամության հաշվին է, այսինքն հաստատակամությունն է, որ ծառայում է, որ հաստատվի կարգ ու կանոնի օրենքը։ Այսինքն, ամեն անձնավորություն ինքը պետք է ունենա, հա, հաստատակամություն հետևել կարգ ու կանոնի օրենքներին։ Եվ այդ ժամանակ է, որ հնարավոր է հավաքել, այսպես էլի, կազմակերպված կարգ ու կանոնին ենթարկվող հասարակություն։ Ընդ որում, այստեղ շատ կարևոր է, որ երբ որ մենք խոսում ենք կարգ ու կանոնի մասին, այդ կարգ ու կանոնը պետք է նախատեսված լինի կենդանիակների ապահովությունը, երջանկությունը, բարեկեցությունը ապահովելու համար։ Եթե կարգ ու կանոնը ինքը նախատեսված է բռնության համար, օրինակ ստրկատիրական հասարակությունը նույնպես ունի իր կարգ ու կանոնը։ Հասկանում եք։ Բայց եթե մենք մի հատ ուշադիր նայենք, մենք կտեսնենք, որ այո, այդ դեպքում էլ վճռականություն է պետք, հաստատակամություն է պետք այդ կարգ ու կանոնին հետևելու համար, չէ՞։ Հիմա Ռուդրայի հաջորդ անունը դա Մահինասան էր, այսինքն մեծ ավիրողը, վիլիկի, էլի, վիլիկի բառը մեծ ինքը լավը չի արտահայտում, էլի, վիլիկի լրիվ ինքը շատ ուժեղ արտահայտում է երևույթի իմաստը, հա։ Վիլիկի разрушитель, այսինքն մեծ ավիրողը, հա։ Հիմա իր կինն է Ռասալան, այսինքն բան համ, հա, մենք ասեցինք, որ ռասա բառը ընդհանրապես նշանակում է համ, կամ ասենք նկատի ունվի այդ էլի կյանքի հյութը, հա։ Այսինքն այստեղ մենք արդեն տեսնում ենք, որ արիացիները իրենք խոսում են նրա մասին, որ ավիրող սկզբունքը, չէ, ինքը պետք է պահպանի այդ կյանքի համը, այսինքն ինքը պետք է ոչնչացնի այն, ինչը որ արդեն խանգարում է, որ կյանքը տեղի ունենա։ Եվ այստեղ ինքը դառնում է, կներեք ձայնալարելս եմ։ Եվ այստեղ ինքը դառնում է օգնող հանգամանք, հիմք է դառնում նրա համար, որպեսզի կենարար պրոցեսներ տեղի ունենան, չէ՞։ Եվ այսինքն անձնավորությունը ինքը ուրեմն կարող է ընդհանրապես, ասենք, մեծ ավիրումներ կատարել միայն եւ միայն այն ժամանակ, երբ որ ավիրվում է մի երևույթ կամ անձնավորություն, որը խոչընդոտում է կյանքին։ Հասկանում եք։ Եվ ուրեմն սա ինքը պիտի հասկանանք, որ
այդ բանին ավիրման սկզբունքին պիտի ծառայի այդ կյանքի հանդեպ համը, այդ կյանքը պահպանելու տրամադրությունը։ Հաջորդ անունը, որը մենք տեսանք, դա մահանն էր, հա, կամ ահռելի, նշանակում է մեծ, ահռելի, հա։ Եվ ուրեմն Իրակինն է Ուման, որը ինքը հոգևոր գիտելիքի ուրեմն սկզբունքն էր, ինչպես մենք տեսանք, չէ՞։ Եվ սա ինչ է նշանակում, որ իրականում, ասենք, իրական մեծությունը ազնվորության մոտ գալիս է, երբ որ մարդը ինքը հենված է իմաստության վրա։ Հիմա հաջորդ սկզբունքը դա Շիվան էր, այսինքն բլագոյ, բարեբեր, հա, բարի բերող, էլի, բարիացակամ ազնվորություն։ Տեսանք, որ իր ուրեմն կնոջ անունն էր Նիյուտ, կամ միացություն, կազմակերպվածություն, հա։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ միակ բարիքը, որը կարելի է բերել բազմազանության աշխարհ, դա այդ իրար հավաքելու, իրար այսպես միավորելու սկզբունքն է, չէ՞։ Միշտ պետք է հասկանանք, որ երբ որ տեղի են ունենում ավիրման process-ներ, չէ, ասենք երբ որ կան ավիրման, այդ բացասական իմաստով ավիրման ուրեմն process-ներ, ապա դա միշտ արվում է նրա հաշվին, որ մարդկանց կամ պետությունները, ազգերը իրար հետ կշտացնում են, այսինքն բաժանում իրարից։ Եվ մենք այստեղ տեսնում ենք, որ այդ ավիրման process-ը ինքը որպես բարի բերող պետք է հենված լինի այդ միացնելու գաղափարի վրա։ Այսինքն Տեր Շիվան ինքը ոչնչացնում է, Շիվա անուն կրողը, դա այդ սկզբունքն է, որ ինքը ոչնչացնում է այն ամեն ինչը որ խոչընդոտում է, որպեսզի անձնավորությունները միավորվեն։ Հիմա հաջորդ անունը Ռուդրայի դա Ռիտադվաճն էր, չէ՞, եւ որը ինքը նշանակում էր ճշմարտության դրոշը։ Իսկ դրա կինն էր Սարպին, չէ՞, Սարպին, որը ինքը բաներ էլի զոհագործությունների սնունդը կամ հալած յուղը, չէ՞, այսինքն որը ինքը իրականում այդ սնուցում է բոլոր տեսակի զոհագործությունները։ Այսինքն Սարպին ինքը զոհագործությունները սնող սկզբունքն է։ Եվ սա ինչ է նշանակում, որ իրականում, հա, ուրեմն բանը ճշմարտությունը ինքը պետք է սնի կյանքը եւ այդ էլի ժերտվի նստի, այսինքն երբ որ հանուն կյանքի կարելի է ինչ-որ բաներ զոհաբերել, այս սկզբունքն է, չէ՞, եւ ճշմարտությունը ինքը պետք է ծառայի այդ երևույթին։ Հաջորդ անունն էր Ուգրարետա, որ ինքը նշանակում էր հզոր ստեղծագործական էներգիա։ Հզոր ստեղծագործական էներգիա եւ իր կինն էր համարվում Իլա, այսինքն սուրբ ռեչ, խոսք, հա, այդ խոսալու ունակությունը, էլի, այդ որ սրբության մեջ լինի, չէ՞։ Այսինքն սա ինքը նշանակում է, որ իրականում բանի արարիչ ուժը ինքը առաջին հերթին արտահայտվում է խոսքի միջոցով։ Ну, ասվում է, որ նյութական աշխարհն էլ է այդպես արարվում, չէ՞, որտեղ ամենտեղ ասվում է, որ սկզբում եղել է բառը, զվուկ, հա։ Հիմա հաջորդը դա բավան է, այսինքն խոսքը գնում էր այդ բանի գոյության, հա, այդ կայացած գոյության մասին, չէ, եւ իրան ծառայող սկզբունքը դա ամբիկան է, որի անունն էր
որի անունը նշանակում էր մայր կամ մայրություն, հա, այսինքն ամեն տեսակի զարգացումը, չէ, այսինքն այդ էլ երբ որ կյանքը կայանալ, այդ կյանքը բառը նշանակում է կյանքի կայացում, հա, եւ իրակինն է մայրության սկզբունքը, սա լրիվ պարզ խնդիր է, որ այո, ամեն տեսակի զարգացում ինքը անպայման կարիք ունի այդ մայրական բանի հոգատարության։ Հաջորդը դա կալա անունն էր, որը մատնանշում էր ժամանակը, ինքը մատնանշում էր ժամանակը եւ մատնանշում էր այդ ժամանակի միջոցով ավիրբան պրոցեսները, չէ՞։ Եվ նրա կինն էր Իրավատին, որը խոսում էր դրա մասին, որ գոյություն ունի այդ հոսք գաղափարը, հա։ Եվ սա ինքնըստինքյան արդեն նշանակում է, որ ուրեմն ժամանակը ինքը այսպես ապահովում է կյանքի հոսքը, ինչպես մահի, այդպես էլ կյանքի հոսքը։ Հաջորդ անունը դա Վամանադևան էր, Վամանադևը դա նշանակում է հիասքանչ, գեղեցիկ, կամ եւ սա իրականում մատնանշում է Գերագույն Աստծո ազնվորության շատ այսպես գողտրիկ ասպեկտի մասին, չէ՞։ Եվ իր կինն է ուրեմն Սվաթան։ Սվաթան դա ներքին հիմքը, հա։ Այսինքն այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորության գեղեցկությունը ինքը բացահայտվում է ներքին հասունության հաշվին, այսինքն իրան որպես գեղեցիկ, որպես շատ այսպես կոնֆիդենցիալ ուրեմն անձնավորություն կարող են իրականացնել միայն այն կենդանիակները, որոնք իրենք ունեն ներքին հասունություն, այսինքն ներքին հիմք։ Եվ Ռուդրայի վերջի անունը դա Դրիտավրատան էր, որը ինքը դա երթումների մեջ ամուր հաստատվածության ուրեմն բանն է, եւ իրան ծառայում էր ձեռնադրումը դիքշան, հա, այսինքն իրականում ազնվորությունը ինքը երթումները պահելու ուժ է ձեռք բերում, հա, ուրեմն ձեռնադրման հաշվին, եւ հենց ձեռնադրման հաշվին էլ խորանում է ընդհանրապես որևիցե ասեք որևիցե զարգացում, չէ՞։ Եվ ուրեմն մենք այստեղ ես կարծում եմ, որ հատուկ ուշադրություն պիտի դարձնենք, թեթև, չէ, այդ երկու տողերի վրա, առաջի տողի վրա, որտեղ խոսացվեց մանյու եւ թի սկզբունքների վրա, այսինքն երբ որ խոսացվում է ջղայնություն եւ բանականություն սկզբունքների մասին, չէ, որտեղ այստեղ խոսքը գնում է ոչ թե ջղայնության ոչնչացման մասին, ոչ թե ջղայնությունը այսպես խեղդելու մասին, չէ, այլ խոսակցությունը գնում է նրա մասին, որ ջղայնությունը պետք է ենթարկված լինի սթափ-բանականությանը։ Այսինքն սովորաբար մենք ասենք երբ որ անձնավորությունը ինքը ջղայնությունը բարձի թող վիճակում է, չէ, մենք հասկանում ենք, որ ուղղակի հակառակն է տեղի ունենում։ Այսինքն անձնավորությունը ինքը ջղայնության ժամանակ, չէ, կորցնում է իր սթափ դատելու ունակությունը։ Այստեղ խոսքը գնում է հենց դրա մասին, որ իրականում ջղայնությունը ինքը պետք է ենթարկված լինի սթափ բանականության։ Եվ սա ինքը ընդհանուր առմամբ այդ հոգու բաղկրագործման գործընթացի մեջ, այն սկզբնական իր բանում, չէ, ինքը շատ հիմնային եւ շատ առանցքային գաղափար է, հա, հասկանում եք, որովհետեւ ինքը այսպես է, էլի, որ խնդիրը ինքը ոչ թե ուժի մեջ է, հասկանում եք, այլ խնդիրը ինքը նրա մեջ է, թե ով ում է ղեկավարում, այսինքն որ սկզբունքը, ինչ երևույթն է, ինչի ղեկավարում։ Եվ եթե ջղայնությունը ղեկավարում է բանականությանը, այսինքն դառնում է կոպիտ ասած անուղեղ
ջղայնություն, չէ, ինքը ավիրման process է բերում, որը քաոս է ստեղծում կամ բռնություն է իր մեջ պարունակում, չէ։ Երբ որ դնում եք իր տեղը, որ բանականությունն է, ուրեմն բանանում էլի, ղեկավարում ջղայնությամբ, չէ, այդ ժամանակ ջղայնությունը ինքը դառնում է կյանքի շատ կարևորագույն ասպեկտներից մեկը, չէ։ Եվ այստեղ կարելի է համել նշել, որ շատ էական էր նաև վերջի տողը, Դրիտավրատան եւ Դիքշան, չէ, որտեղ մենք հասկանում ենք, որ իրականում մարդը ինքը կարողանում է այսպես հաստատուն լինել իր երդումների մեջ Դիքշայի շնորհիվ, այսինքն ձեռնադրման շնորհիվ, չէ։ Տեսեք, այսինքն սովորաբար մենք հակառակն ենք մտածում, որ անձնավորությունը ինքը պիտի ստանա, ուրեմն ձեռնադրում, որպեսի ձեռք բերի հաստատակամություն, չէ։ Իսկ այստեղ հակառակ սկզբունքն է, ուրեմն բանարվում էլի, որ հաստատակամությունն է ծառայում նրան, որպեսի կներեք, որ բանն է, ձեռնադրումն է ծառայում հաստատակամությանը, հասկանում եք, այսինքն նա, որ ինքը ստանում է ձեռնադրում, հոգևոր ուսուցչի մոտ, ինքը դառնում է ունակություն է ձեռք բերում, ուրեմն պահել իր երդումները, և այդ երկու սկզբունքները իրենք սկսում են իրար օգնել, հա, ուրեմն, ինչպես մենք տեսանք, չէ, ուրեմն ամենաառաջի անունից մինչև ամենավերջի անունը, ուրեմն այս ուղղակի պարզ թվացող թվարկությունը կարելի է դիտարկել որպես շատ հետաքրքիր մի աստիճան, հա, որը ինքը կենդանիակին տանում է դեպի ուրեմն տանում է դեպի զարգացում կամ բացասական զգացմունքների ճիշտ կիրառում։ Եվ երբ որ մենք այդ անունները դուրս բերենք, չէ, ուրեմն երբ որ մենք իրան կարդում ենք ձախից աջ, դա տրանսֆորմացիայի process-ն է, այսինքն տրանսֆորմացիայի ուժն է ներկայացվում, չէ, բայց մենք կարող ենք իրան կարդալ նաև աջից ձախ, հա, եւ այդ ժամանակ մենք ստանում ենք այն որակները, որոնք իրանք ծնում են որոշակի երևույթներ, հա, եւ մենք տեսնում ենք, որ ուրեմն Բhagavatam-ը իր մեջ պարունակում է այդպիսի շերտ, որ առաջի հայացքից պարզ թվացող ընտանեկան անդամների անունները, ուրեմն անդամների ցուցակը, ինքը իրականում մեզ մատնանշում է ներքին process-ների շատ հետաքրքիր ուրեմն երևույթներ, չէ։ Եվ այսպես սիրելիներս, ես բացեմ մեր այսօրվա տեքստը, Շիմադ Բhagavatam, 3-րդ երգ, 12-րդ գլուխ, տեքստեր 14-ից։ Տղաս, ընդունիր այս բոլոր անունները, վերցրու քո կանանց եւ գնա քեզ համար նախատեսված բնակության վայրերը, քանի որ դու հիմա կենդանիակների տիրակալներից մեկն ես, հարկավոր է, որ դու զգալիորեն ավելացնես տիեզերքի բնակչությունը, հա։ Եվ հաջորդ տեքստը ինքը հնչում է այսպես. անսահման հզոր Ռուդրան, որի մաշկը կապտակարմիր էր, տվեց շատ սերունդներ և վերջիններից բոլորն իրեն նման էին արտաքինով, ուժով և անսանձ խառնվածքով։
Միասին հավաքվելով Ռուդրայի անթիվ սերունդները, նրա որդիներն ու թոռները փորձեցին կլանել տիեզերքը։ Տեսնելով դա, Բրահման բոլոր կենդանիակների հայրը խիստ անհանգստացավ։ Ուրեմն տեսնում ենք, որ այստեղ արդեն Մայտրեյան ինքը շատ հետաքրքիր ուրեմն բան է, շատ հետաքրքիր գաղափար է առաջ քաշում, այսինքն տեսնում ենք, թե ինչպիսի բնություն ունի իրականում բանը, ջղայնությունը, այսինքն որ ինքը երբ որ արդեն մտավ ուրեմն որպես գործոն, չէ, ինքը շատ այսպես յուրահատուկ ձևի արտահայտվում է եւ ունի իր շատ սպეციფიկ բաները, ասենք իր շատ սպეციფიկ հետևանքները։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ, ինչ տեսանք։ Մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը առաջի տեքստով, սկզբում առաջի տեքստը քննարկենք, հետո նոր կանցնենք ուրեմն հաջորդին, չէ։ Այսպես թվում է, որ տեքստը ինքը շատ պարզ կառուցվածք ունի, որտեղ Տեր Բրահման ինքը ուղղակի ինչ որ մի հատ ցուցում տվեց, թե Ռուդրան ինքը իր կյանքը կամ իր գոյությունը ինչի վրա պիտի ծախսի, չէ։ Բայց եթե մենք ուրեմն դիտարկում ենք այս տեքստը այդ որակների բանով տեսանկյունից, որը մենք նոր ձեզ հետ քննարկեցինք, չէ, ապա այս տեքստը այդ բaragայում հնչում է շատ ավելի խորը։ Հա, ուրեմն դրանից առաջ, քան Բրահման ինքը սկսեց ցուցումներ տալ, չէ, ուրեմն Բրահման ինքը Ռուդրային տվեց 11 անուն, որոշեց նրա գործունեության դաշտը, չէ, տվեց նրան 11 էներգիաներ, այսինքն այդ շակցի բառը էլի կա այստեղ ռուդրանիները, որոնք իրանք ծառայում են ռուդրայի տարբեր ուրեմն ասպեկտներին, չէ։ Եվ հիմա դրանից հետո տեղի է ունենում ամենակարևորը, այսինքն Տեր Բրահման ինքը մատնանշում է ռուդրայի գոյության նախասահմանումը, չէ։ Հիմա տեսեք, առաջի հերթին, ուրեմն այսպես բառերով գնանք, էլի։ Առաջի հերթին Բրահման ինքը Տեր Ռուդրային դիմեց ասելով տղաս, չէ։ Եվ մենք տեսնում ենք, որ սա շատ ջերմ բան է, էլի, դիմելու ձև է։ Այն միանգամից տեսնում ենք, որ արարչագործության հիմքում, չէ, դրված չի Գերագույն Աստծո ազնվորության ջղայնությունը, դրված չի նրա չներելու ինչ-որ միտումը, ինչպես դա նկարագրում են հրեաները։ Արիացիները իրենք մենք տեսնում ենք, որ նկարագրում են մի շատ այսպես ջերմ տաքությամբ լիքը հարաբերություններ, չէ, որտեղ Տեր Բրահման հիմա ինքը այդ նյութական արարչագործությանը վերաբերվում է շատ հանգիստ, որ այո, նյութական աշխարհը ինքը արարվում է ինչ-որ կենդանիակների ցանկության համաձայն, որտեղ իրանք այստեղ պիտի ինչ-որ փորձ անցնեն, հա, ինչ-որ խնդիրներ փորձեն լուծեն եւ այլն։ Եվ տեսնում ենք, որ այդ դիմելը, որ Տեր Բրահման ինքը ասում է տղաս, չէ՞։ Ինքը չի խոսում, էլի, ոչ ինչ-որ բաներ այսպես ուժի տեսանկյունից, չէ՞, որ ինքը ասենք արարիչ է, բան, ինչ-որ ճիշտ հրամայելու, ինքը ուղղակի խոսում է որպես իր որդու հետ։ Այսինքն արիացիները հենց ամենասկզբից այդ գաղափարը, որ բոլոր կենդանի էակները հավասարապես Գերագույն Աստծո անձնավորության մասնիկներն են, հասկանում եք, այ անբաժանելի մասնիկներն են եւ դրա համար հարգանքի են արժանի անկախ նրանից, թե ինչ փորձ են անցնելու, չէ։ Եվ մենք տեսնում ենք, որ Բրահման ինքը այսպես ջերմորեն ասեց տղաս։ Այսինքն սա ոչ թե ինչ-որ այսպես էլի ադմինիստրատիվ, որ երկրորդական արարիչը հրամայեց, բան, այդ չի,
այս եմ էլի ուզում փոխանցեմ, հասկանում եք, որ սա ուղղակի հայրը իր ֆունկցիաների մի մասի պատասխանատվությունը փոխանցեց իր որդուն, հա, եւ ինչ ասեց, ընդունի այս բոլոր անունները, եւ առաջի հայացքից, օրինակ, մենք կարող ենք չնկատենք, այսպես անցնենք, բայց իրականում հենց առաջի հայացքից սա շատ տարօրինակ պնդում էր, այսինքն ինչ է նշանակում, ընդունի այս անունները, ինչի հնարավոր է կարելի է այնպես անել, որ անունները չընդունվեն, հա, այսինքն տեսեք, հիմա Տեր Բրահման այ դա է, էլի որ արիացիների մոտ անունը ինքը մատնանշում էր կենդանեակի որակները, եւ հիմա Տեր Բրահման ինքը դա է ասում, ոնց որ կոպիտ ասենք, եթե ես ճիշտ եմ, հա, եւ քո բնությունը սա է, ուրեմն այս բոլոր անունները ընդունի։ Ինչու, որովհետև արիական քաղաքակրթության մեջ այս բազմիցս ասել եմ, չէ, որ անձնավորության անունը ինքը անմիջապես կապ ունի իր ֆունկցիաների հետ։ Եվ փաստացի, այստեղ Բրահման ինքը Ռուդրային ասում է, ընդունի քո բնության բոլոր այս կողմերը։ Հասկանում եք, թե օրինակ, թե դու ինչ սկզբունքների հիմքի վրա քո մեջի եղած, ինչ բնության հիմքի վրա, որտեղ ինչ ծառայություն պիտի, ինչ պատասխանատվություն ունես, ու ինչ ծառայություն Աստծուն պիտի մատուցես։ Սրա մասին էր խոսքը, չէ՞։ Եվ ամեն մի անունը, որը տվեց Տեր Բրահման, չէ՞, ինքը մատնանշում էր Ռուդրայի որոշակի ֆունկցիան։ Հա, այսինքն, սա հոգեբանորեն շատ հետաքրքիր պահ է, չէ՞, որ ծառայացնելուց առաջ, չէ, այդ բժշկակնա ունի բազմացի, всё, գնա բազմացի, չէ։ Հիմա տեսեք, այս է էլի, որ ծառայելուց առաջ Տեր Բրահման ինքը որոշակիություն մտցրեց, հասկանում եք, նրա այդ թեմայի հետ կապված, թե դու ով ես, ինչ ուժեր ունես, հա, եւ ինչպես կարող ես գործել։ Այսինքն Տեր Բրահման, երբ որ Ռուդրային այդ անունները տալիս էր, ինքը առաջին հերթին խոսում էր նրա մասին, թե ինքը ինչպես է գնահատում Ռուդրային որպես անձնավորություն, եւ այդպիսին է, ինչպիսին է, որ ինքը իրան գնահատում է, դրա պատճառով իրեն տալիս է ինչ որ մի հատ հանձնարարություն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հանձնարարությունը ինքը ինչպես հնչվեց, չէ՞։ Ասեց վերցրու քո կանանց։ Չէ՞։ Այսինքն տեսեք, հիմա երբ որ մենք արդեն քննարկեցինք, թե այդ կանայք ինչի մասին է խոսքը, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ այստեղ արդեն տեքստը ինքը լրիվ այլ բնույթ է ստանում։ Այսինքն սա արդեն ոչ թե ինչ որ ասես պրոստը հայրը տղային ասեց կանանցդ վերցրու կնա երեխեք ունեցի։ Այսպես չէ։ Հասկանում եք։ Այսինքն հիմա Բրահման ասեց իր որդուն մի գործի առանց այդ էլի առանց աջակցող էներգիաների։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն ինչ ասեց Բրահման։ Հիմա կանանց հիմքերը, չէ՞։ Ինքը ասեց վերցրու բանականությունը, վերցրու բանը, հաստատակամությունը, վերցրու կյանքի հանդեպ համը, վերցրու գիտելիքը, հա, եւ ստացի ձեռնադրում։ Հասկանում եք, այսինքն ինքը ինչ ասեց, ինքը ասեց այն ուժը, որ դու ունես, մի բաժանի այն սկզբունքներից, որոնք որ այդ ուժը սնուցում են։ Հա, բայց արտաքինից ինքը պրոս ասեց կանանցդ վերցրու կնա։ Բայց իրականում, հասկանում եք, արիական կոնտեքստում Ռուդրան հիմա այդ դա հասկացավ, որտեղ երբ որ այդ անունները հնչում են, չէ, այդ անունները իրանք բառեր են։ Ոնց որ ասենք, չգիտեմ,
մեր մոտ օրինակ լուսինեն, արևիկը, շողիկը, չէ՞, չգիտեմ, համեստը, հասկանում եք։ Այդ բոլորը, չէ՞, կամ արան եւ այլն։ Այդ բոլոր անունները իրանք բառեր են եւ հներում, երբ որ նույնիսկ աստվածամեժության դարաշրջանը սկսվեց, չէ՞, դեռ շատ ու շատ երկար ժամանակ արիական քաղաքակրթության ազդեցությունը ինքը դեռ գործում էր եւ շատ ու շատ ազգեր, պետություններ իրանք այդ սովորությունը ունեին, որ մարդու անունը ինքը բառ էր, իմաստ կրող բառ։ Հասկանում եք, մենք հիմա արևիկին նայում ենք որպես պրոստը անուն։ Բայց չէ որ այդ արևիկ բառը, չէ, դա ինչ որ խոսում էր նրա մասին, որ անձնավորությունը ինքը արևի պես, այսինքն ինքը արևի պես տվող է առաջի հերթին։ Երկրորդը տալու բան ունի։ Հասկանում եք։ Եվ եթե կանոչ մասին էր խոսքը, կինը ինքը գիտելիք չի տալիս, կինը ինքը պիտի սեր տա։ Հասկանում եք։ Չէ, եթե դուք ուշադիր նայեք, չէ, եթե ես հիմա անձնավորեմ, ասենք մեր հանդիպումները, ապա եթե դուք մի փոքր ուշադիր նայեք, դուք կտեսնեք, որ բացի նրանից, որ ես հուսով եմ, որ բավականին լուրջ եմ փիլիսոփայում, չէ, ես այդ փիլիսոփայության մեջ ինձ տրված է մտցնել իմինը կանացի փափկությունը, այդ կանացի մոտեցման բարիությունը։ Ինչու է դա կարևոր, որովհետև հիմա ողորմածության դարաշրջան է, իսկ տղամարդիկ իրենք իրականում վերջնականում պայմանավորված վիճակում ողորմածության հանդեպ այդքան հակում չունեն։ Իրանք շատ ավելի հակում ունեն արդարության, ուժով ինչ-որ խնդիրներ լուծելու, պահանջկոտության, չէ՞, բայց այն համբերությունը, որը պետք է, որպեսի հոգևոր կյանքում կայանա ընկած հոգին, աստվածամեժության դարաշրջանի հոգին, որը հոգևորի հանդեպ ոչ մի բան չունի, էլի, ասեք ոչ մի հակում չունի, այդ դա ինքը պահանջում է մայրական կանացի փափկություն։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այստեղ մենք ձեզ հետ տեսնում ենք, որ ինքը այդ դա ասեց, մի հերքի, այ դու ունես այս ուժը, հա, ու մի հերքի այն սկզբունքները, որոնք որ այդ ուժը պիտի սնուցեն։ Դպանականություններ, հաստատակամությունը, կյանքի հանդեպ համը, գիտելիքը եւ ձեռնադրումը, չէ՞։ Ու ինքը ինչա, հետո ինչ ասեց։ Ասեց գնա այն տեղերը, որոնք նախատեսված են քո համար։ Չէ՞։ Սա իրականում ահավոր կարևոր միտք է։ Հասկանում եք։ Այսինքն նույնիսկ ջղայնությունը, նույնիսկ ավիրումը կամ տրանսֆորմացիաների process-ը, չէ, ինքը չի գործում, էլի, այսպես, որտեղ թվում է ավիրումը ինքը ինչ-որ քաոտիկ բան է, չէ, քաոս է ստեղծում։ Բայց նույնիսկ ինքը չի գործում որտեղ պատահի։ Այսինքն այստեղ Տեր Բրահման ինքը միանգամից ասում է. կան սֆերաներ, որոնց մեջ գործելու դու բան ունես, էլի, ուպալնամոչն, ոնց է հայերեն, իրավունք ունես, այսպես ասեմ, հա, և սա իրականում արյական գաղափարախոսության, ամբողջ այդ տիեզերական փիլիսոփայության գլխավորագույն պրինցիպներից, սկզբունքներից մեկն է, հա, որն է այդ սկզբունքը, որ ամեն մի ուժ ինքը պետք է լինի իր տեղում։ Հասկանում եք։ Ինչու՞, որովհետև տեսեք, մենք հիմա խոսում ենք ջղայնության մասին, չէ՞։ Եվ ջղայնությունը, եթե ինքը տեղին չի, ինքը իրոք դառնում է քաոսի սկիզբ։ Հա։ Իսկ երբ որ ինքը տեղում է, ինքը պաշտպանության ձև է։
Հասկանում եք։ Այն նույն ձևի, ոնց որ ասենք, եթե մենք խոսում ենք օրինակի համար ճգնությունների մասին, չէ, որը նույնպես նյութական աշխարհում դիեզերքի հիմնային գաղափարներից մեկն է արիացիների մոտ, չէ, բայց եթե ճգնությունը ինքը իր տեղում չի, ինքը առաջացնում է ֆանատիզմ, հա, բայց եթե ինքը իր տեղում է արվում եւ հետագայում Բhagavad Gita-ում Տեր Կրիշնան ինքը ասում է նա ով որ տանջում է իր մարմինը եւ ինձ իր մեջ, հա, նա ճգնություն է կատարում տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Հասկանում եք, իսկ մարդիկ իրանք սովորաբար նայում են, որ հա, եթե մարդը ճգնություն է անում, ուրեմն ինքը շատ ուժեղ հոգևոր է։ Բայց եթե ճգնությունը ինքը սխալ տեղում է արվում, հասկանում եք, ինքը առաջացնում է ֆանատիզմ, այսինքն կոշտություն, հա, բայց եթե ինքը ճիշտ տեղում է արվում, ինքը դառնում է ռեալ մաքրագործման սկզբունք, հա, հիմա եթե օրինակ իշխանությունը, հա, եթե իշխանությունը ինքը իր տեղում չի, ինքը դառնում է բռնություն։ Բայց եթե ինքը իր տեղում է, նա որ կատարում է, նա որակ ունի, ու այդ ինքը իր տեղում է իշխանություն ունենալու հարցում, չէ՞։ Այդ ժամանակ ինքը դառնում է պատասխանատվություն։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ հիմա Տեր Բրահման ինքը ոչ թե ասեց գնա ապրի, հա, ինքը ասեց ոչ, դու ունես քեզ համար հատկացված տեղ, այսինքն ինքը մատնանշեց սահմանները, հա, գնա այդ սահմանների մեջ գործի, ու վերջում ավելացրեց, ասեց դու կենթանի էակների ղեկավարներից մեկն ես, այսինքն ինչ ասեց Տեր Բրահման, ինքը Ռուդրային այդ ավիրմա սկզբունքին, չէ, կարելի ասել օֆիցիալ ստատուս տվեց, որտեղ Ռուդրան ինքը միանգամից դարձավ տիեզերական մասշտաբով բոլոր նյութական աշխարհում բոլոր կենթանիների նախահայրերից մեկը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ հա, ինքը օգտագործեց պրաջա բառը, որը ինքը խոսում է էլի, սերունդներ, կենթանիակներ, սերունդներ, այսինքն սերունդներ ունեցի, չէ՞, եւ պատի, ասես դու պատի ես, այսինքն դու տեր ես, դու ղեկավարող ես, դու պահպանող ես։ Հա? Իսկ որ ինքը ասեց պրաջապատի, չէ՞, այսինքն ինքը ասեց նա ով որ հոգ է տանում կենթանի էակների զարգացման մասին, այսինքն այո, դու ջղայնությունն ես, այո, դու չբավարարվածությունն ես, հա, որտեղ տեսեք, հիմա Տեր Բրահման, չէ, ինքը բանականությունն է, որը պիտի արարի կենթանի էակների համար նյութական մարմիններ, նյութական գոյությունը կենթանի էակի տեղի է ունենում Գերագույն Աստծո անձնավորության համաձայնության ներքո, ընդ որում երբ որ կենթանի էակն է գալիս նյութական աշխարհ, ինքը ուրիշ նպատակ ունի, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունն է թույլ տալիս, հնարավորություն տալիս, որպեսզի կենթանի էակը ինքը գա նյութական աշխարհ, ինքը լրիվ ուրիշ նպատակ ունի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այն ինչ նպատակը որ ունի Գերագույն Աստծո անձնավորությունը, մենք կարող ենք ասենք, ինքը հնարավորություն է տալիս կենթանիակին գալ նյութական աշխարհ, որպեսզի կենթանիակը անցնելով էգոիստական փորձը զարգացում ապրի, հա, եւ հիմա Տեր Բրահման ինքը Ռուդրային ասում է, այդ տեսեք ինքը ինչ եղավ, չէ, ինքը ունեցավ սանատ կուբարներն ասցին մենք հրաժարվում ենք մասնակցենք, ինչին, հրաժարվում ենք մասնակցենք, որ կենթանիակները գան նյութական աշխարհ, ունենան զգայական վայել, կեսիմիջ, այդ իրանց էգոիզմը բավարարեն, բան ինչու, որտեվ կումարները իրանք հրաժարման սկզբունքներն են, չէ, իսկ հրաժարման սկզբունքները իրանք չեն կարող բարի ձևով վերաբերվել նյութական աշխարհում բաների, չէ, եւ տեսեք Բրահման ինքը չբավարարվածություն ապրեց,
որտեղ իր հասկացողությունը, թե ինչի համար է ընդհանրապես նյութական աշխարհը, ավելի բարձր էր, քան պրաջապատիները։ Շատ մարդիկ իրանք այնպես են քննարկում այս թեման, էլի, որ 4 գումարները, երբ որ իրանք հրաժարվեցին, իրանք շատ ավելի բարձր էին, քան Տեր Բրահման, բայց իրականում ոչ։ Տեր Բրահման այդ պահին ինքը Գերագույն Աստծո ազնվորության ծառան էր, այսինքն ինքը հասկանում էր Գերագույն Աստծո ազնվորությունը, ինչի համար է այս ամեն ինչը նախատեսել, չէ՞։ Իսկ գումարները ասեցին, մեզ հետաքրքրում է միայն մեր ազատագրումը։ Մեզ չի հետաքրքրում, թե ինչ փորձ պիտի անցնեն, ինչ պիտի անեն եսի միջ։ Եվ այո, իմպերսոնալ, այսինքն դեպի ազատագրում ձգտող կենդանիակների հոգեբանական հիմքը ինքը հենց այդպիսին է։ Դա էլ է էգոիզմի ձև։ Հասկանում եք։ Հա, եւ տեսեք ինքը երբ որ Բրահման ինքը վրոջի ջղայնության նավնավորումն է, չէ՞ Ռուդրան, բայց Բրահման ասես դու պրաջապատի ես։ Այսինքն նախահայր ես, իսկ նախահայրերը իրանք նրանք են, ովքեր հոգ են տանում կենդանիակի զարգացման մասին, չէ՞, որտեղ ասեք, տեսեք, սովորաբար եթե դուք ասեք այս կուլտուրայի հետ ծանոթ մարդկանց հետ խոսեք, իրանց համար Ռուդրան դա ուղղակի ավերողն է, հա, բայց այստեղ ինքը ստանում է արարչագործության գործընթացը շարունակելու ֆունկցիա, հա, եւ տեսեք հիմա ինչ է ասում Բրահման, Ռուդրան, որը ինքը ջղայնության մարմնավորումն է, Բրահման ինքը ասում է, դու պիտի, այսպես էլի, լրջորեն ավելացնես տիեզերքի բնակիչների քանակությունը։ Սա ինքը կարելի ասել այս տեքստի կուլմինացիան է, չէ՞, որովհետև այս գաղափարի մեջ, որը Բրահման առաջ քաշեց, չէ՞, ինքը այդ Ռուդրայի ամբողջ գոյության ամբողջ պարադոքսն է այս տեքստի մեջ։ Ռուդրան ինքը ծնվեց ջղայնությունից, հա, բայց ուրեմն բան է ստանում, հրահանգ է ստանում, հա, բան չավիրել, այլ արարել։ Հասկանում եք, չէ՞, ինչ խորը դաս է հիմա այս Տեր Բրահմայի ասածը, հա, այսինքն հոգեբանական տեսանկյունից այս տեքստը, որը ինքը շատ պարզ թվաց, չէ, իրականում շատ այսպես կենտրոնական գաղափար է առաջ քաշում, հա, որն է այդ գաղափարը, որ ուժը, այսինքն Ռուդրան ինքը ավիրող ուժ ունի, չէ՞, ջղայնությունը ինքը ավիրող ուժ ունի։ Հիմա այստեղ է այդ գաղափարն է առաջ քաշվում, որ ուժը ինքը իրանով պրոբլեմ չի։ Պրոբլեմ է, երբ որ այդ ուժի կիրառումը չունի ուղղվածություն, այսինքն չունի ճիշտ կիրառում։ Հա? Հիմա Ռուդրան ինքը հայտնվել էր Տեր Բրահմայի չբավարարված վիճակից կամ ջղայնությունից, հա? Եվ օրինակ եթե մենք խոսանք ժամանակակից հոգեբանության տեսանկյունից, այստեղ հոգեբանները իրանք կկանգնեին։ Բայց Բhagavatam-ը, այսինքն արիացիները, իրենք ավելի հեռու են գնում։ Հա? Այսինքն իրենք ցույց են տալիս, որ ջղայնության էներգիան ինքը առաջացավ։ Հետո այդ էներգիան ինքը ստացավ տարբեր որակներ, հա? Ստացավ տարբեր էներգիաներ, ստացավ տարբեր տեղեր, որտեղ ինքը իրավունք ունի արտահայտվի, հա? Եվ վերջնականում, հիմա այս տեքստով Բրահմայի կողմից ստացավ խնդիր։ Իրագործությամբ ինքը ինչ խնդիր պիտի լուծի։ Եվ տեսնում ենք, որ արիացիները իրանք այնպես են ներկայացնում, որ առաջի հայացքից այսպես քաոսային թվացող ուժը ինքը դառնում է արարչագործությանը ծառայող սկզբունք։ Հասկանում եք։ Եվ այստեղ, չէ, եթե մենք արդեն իմինը հոգեբանական տեսանկյունից ենք նայում, դա հենց այն է, ինչ որ մեր հետ պիտի տեղի ունենա, երբ որ մենք այս տեքստերի մասին մտածում ենք, չէ, որ այս տեքստը իրականում ինքը նկարագրեց
ոնց ասեմ հայերեն, որ կարողանամ ասեմ։ Понимаете, это процесс взросления силы, էլի, երբ որ կենթանի, ուժի հասունացման process-ը։ Հասկանում եք։ Այսինքն առաջի этаպով նկարագրվեց, որ ինքը ռուդրան ուղակի այստեղից դուրս ընկավ, չէ՞, այսինքն հայտնվեց էներգիան։ Երկրորդ этаպով ինքը սկսեց հասկանալ այդ ջղայնության բնությունը, չէ՞։ Հա։ Հետո դրանից հետո հայտնվեց անունները, այսինքն արժեքային համակարգ եւ հիմք, չէ՞։ Հետո հիմա այս տեքստով այդ երևույթին տրվեց ուղղություն։ Հասկանում եք, եւ այդ հասունացման process-ի ընթացքում է, որ ջղայնությունը ինքը դարձավ արարող։ Հասկանում եք։ Եվ տեսեք օրինակ, չէ, եթե մարդը ինքը չի հասկանում այդ բանը, որտեղ շատ հաճախ մարդիկ իրանք մտածում են, որ առաքինի անձնավորությունը ինքը պիտի ընդհանրապես չջղայնանա։ Այստեղ այս խնդիրն է հիմա քննարկվում, չէ՞։ Եվ մարդիկ իրանք ձգտելով դեպի առաքինություն, չէ, առաջի բանը որ անում են, ձգտում են ազատվել այն ուժից, շատ կարևոր բան եմ ասում, հա, ձգտում են ազատվել այն ուժից, որը առաջանում է ջղայնությունից։ Հիմա մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման, այսինքն բանականության մարմնավորումը, հա, ինքը սկսեց անել ուղղակի հակառակը։ Այսինքն ինչ սկսեց անել։ Ինքը սկսեց ջղայնության էներգիան կազմակերպել։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, այսինքն այս ամբողջ տեքստերը, չէ, հոգու մակրագործման տեսանկյունից իրանք մի հատ շատ կարևոր դեր խաղացին, չէ, որտեղ ինչպես ես արդեն ասեցի, մարդը ինքը շատ հաճախ վախենում է, բան էլի, ոնց որ օգտագործի իր ուժեղ կողմերը, հա, հատկապես եթե խոսքը գնում է ջղայնության մասին, կրքի մասին, կամ բան էլի այդ ինտենսիվության էլի այդ արագ ինչ որ բաներ անելու, չէ։ Եվ Բրահման ինքը այստեղ ցույց տվեց, որ պետք չի ոչնչացնել ուժը, հա, այդ ուժին պետք է սովորացնել, որ ինքը ծառայի Աստծո կամքին, հա, հիմա տեսեք, դա չի նշանակում, որ հոգևոր մարդը ինքը պետք է գա այն հետևության, որին թող 1000 անգամ ինձ ներեն, բայց ավելի այսպես ցայտուն, շատ ավելի ցայտուն կերպով գալիս են որոշ մուսուլմաններ, չէ, որտեղ իրանք համարում են, որ բան, իրանք իրավունք ունեն ջղայնանան եւ ասենք ուրիշ կրոնական մարդկանց համարեն գավուրներ, չգիտեմ, գան, մորթեն, բռնաբարեն, եսիմիջանեն, վայրենություններ անեն, չէ։ Սրա մասին չէ, ու ջղայնություն բան, ջղայնության էներգիա է։ Այդ տգիտության մեջ ջղայնության էներգիա է։ Հասկանում եք։ Ու այստեղ էլ մի անգամից ասեմ, էլի որ բարձ է, չէ, որ ես բոլոր մուսուլմանների նկատի չունեմ։ Մուսուլմանների մեջ այնպիսի հասունություն ունեցող անձնավորություններ կան, իմенно, էլի լուրջ հոգևոր մարդիկ, չէ, որտեղ իրենք շատ խորն են ամեն ինչը հասկանում։ Հասկանում եք, չէ, իրանց առանձնացնում ենք։ Այդ ֆանատիկների մասին է խոսքը, չէ, որոնց ջղայնությունը ինքը տգիտության մեջ է։ Այսինքն ինքը չունի արարող սկզբունք։ Հասկանում եք, երբ որ ավիրումը չի նպաստում արարելուն, այլ ավիրումը հենց ավիրում է։ Հասկանում եք։ Իսկ երբ որ ազնվորությունը ինքը ջղայնությունը կիրառում է պարզապես ավիրելու համար, իր մեջի ատելությունը բավարարելու համար, ինքը դա մեղք է, որի համար ինքը հետո անպայման հետ առաջ պատասխանը տալիս, չէ։ Հիմա տեսեք, ասենք, չէ։ Հիմա Բրահման ինքը ցույց տվեց, որ մի ոչնչացրու ուժը, սովորի այդ ուժը ծառայեցնել։ Երբ որ կա էներգիա, չէ, այսինքն կա ուժը,
Եվ այդ ուժը ինքը չունի ուղղվածություն, չէ՞, ինքը այո, անպայման ստեղծում է քաոս։ Ինչ համար, որովհետև օգտագործվում է էգոիզմի մեջ։ Դրա համար ամենաառաջի սկզբունքը ենթարկեցրու ցանկացած էմոցիա, ենթարկեցրու բանականությանը, կոնկրետ դեպքում ջղայնությունը, չէ՞։ Հիմա եւ հենց այդ քաոսային ջղայնությունից այս տեքստերը ազատում են, հասկանում եք, եւ բերում են ջղայնությունը կարգավորվածության դաշտ, չէ՞։ Հիմա ինքը նաեւ մակրագործման տեսանկյունից բան է անում, էլի, որ չի կարելի որակը անջատել իրան ծառայող էներգիայից, հասկանում եք։ Ամեն մի որակ, ինչպես մենք հիմա կարդացինք, չէ, որ կնոջ անունը, ամեն մի որակ ինքը ունի իր էներգիան, որը սնում է այդ որակին, հասկանում եք։ Եվ ցանկացած փորձ, ցանկացած սֆերայում, ցանկացած փորձ պահպանել ուժը, հա, չդիմելով այդ ուժը սնուցող սկզբունքին, ինքը բերում է այսպես էլի, ոչ մի բանի չի բերում, այսպես ասենք, հասկանում եք, այս սա էր տեքստի գաղափարներից մեկը, չէ՞։ Եվ անձնավորությունը ինքը պետք է բանանի, էլի, ծառայի համապատասխան իր բնությանը։ Տեսեք, Ռուդրան ինքը ջղայնությունն էր, հա, եւ Բրահման ինքը փորձ չի կատարում Ռուդրային տալ ինչ-որ մի հատ ուրիշ դեր, հասկանում եք, ոնց որ օրինակ ասենք, եթե օրինակի համար ասենք, գոյություն ունի ռեալ հոգևոր պետություն, չէ՞, ռեալ հոգևոր պետությունը ինքը պետք է ունենա իր ռազմիկները, եւ այո, կան հոգևոր մարդիկ, որոնք իրանք այսպես էլի ռազմական բնություն ունեն, չէ՞, եւ սխալ է իրանց ասել, որ երբ որ քեզ թշնամին եկավ ապտակեց, պիտի երկրորդ թուշը տաս։ Դա ռազմիկի համար ոչ համապատասխան սկզբունք է։ Ով ուզում է ասած լինի։ Ես միշտ ասում եմ, ահա որ աղավաղված է հասնում մեզ ամեն ինչը։ Հասկանում եք, այսինքն ինձ համար Հիսուսի անձնավորությունը եւ այն ինչ որ հասել է իդեմս իրան, այն պատմությունները, որոնք շարել են իր շուրջ, դա ինձ համար դա երկու բացարձակ տարբեր բաներ են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ Բրահման ինքը չի փորձում Ռուդրային դարձնել ուրիշ բան։ Ինքը չի ասում դադարի լինել ջղայնություն։ Ինքը ասում է եղիր ճիշտ ջղայնություն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, ասենք, իսկ եթե ասենք մարդը ինքը այս տեքստերին մոտենա այսպես արտաքին, չէ՞, ինքը միանգամից այդ եզրակացությանը կգա, որ Ռուդրան ինքը պրոստը Տեր Բրահմայի ջղայնությունն էր, հա, եւ ինքը մենակ ավիրող է, հա, կամ որ ջղայնությունը դա միշտ վատ բան է, հա, կամ որ ասենք բան էլի, բայց մենք տեսանք, որ հիմա Տեր Բրահման ինքը ջղայնությունը բան է անում, էլի, преобразует։ Փոխարինում, դարձնում է արարող ուժ, հասկանում եք։ Կամ, ասենք, հոգևոր կյանքը ինքը պահանջում է, որպեսզի ազնվորությունը ինքը դառնա բան, էլի, ասես, փալասի պես, անողնաշար։ Հա, մենք տեսնում ենք, որ Բրահման ինքը տես չի ասում, ինքը ասում է ոչ։ Հոգևորը ինքը պահանջում է, հա, որպեսզի պրոստը դու քո բնությունը, այսինքն այդ ողնաշարը պահպանես, թե դու ինչ բնություն ունես, եւ այ համապատասխան քո բնությանը ծառայություն վերցնես։ Հասկանում եք։ Հա։ Եվ ուրեմն այս տեքստը, երբ որ Բրահման ինքը ասեց արդեն գնա այստեղ, գնա այնտեղ սա արա, չէ, սա այն տեքստն է, որի միջոցով ինքը ավարտվեց Ռուդրայի թեման, չէ։ Սկզբնական տեքստերը իրանք մեզ
օգնեցին, որ մենք հասկանանք ով է Ռուդրան, ինչպիսի ուժեր է ինքը ներկայացնում, ինչ էներգիաներ են իրան օգնում, չէ՞։ Եվ այմ վերջի տեքստով Մայտրեյան ինքը ավարտում է թեման այս հարցի պատասխանով, հա, իսկ ինչի համար է այդ երևույթը գոյություն ունի, չէ՞, եւ Տեր Բրահման ինքը տվեց այդ պատասխանը, ասեց Աստծո մտադրությունների համապատասխան արարչագործության process-ի մեջ մասնակցելու համար։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք այդ ամեն ինչի մեջ հոգևոր զարգացման տեսանկյունից, չէ՞, մեզ համար ամենակարևոր խոսքերը, որ ասեց Բրահման, դա նա էր, որ ինքը ասեց վերցրու քո կանանց։ Հասկանում եք։ Այսինքն ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց մի գնա ծառայելու մենակ, հա, քո հետ վերցրու այն ամեն ինչը, ինչ որ քեզ սնուցելու է, ինչը պահելու է քո ուժը ճիշտ ուղղության մեջ։ Այդ ամեն ինչը վերցրու ու գնա ու ծառայի։ Հասկանում եք։ Եվ ես հույսով եմ, որ այս մեր քննարկումները իրանք մեզ մի լրիվ նոր տեսանկյունից օգնեցին, որպեսզի մենք հասկանանք, որ ամեն բան, ինչը գոյություն ունի նյութական աշխարհում, ինքը ունի իր նշանակությունը, ունի իր նախասահմանումը եւ պրակտիկորեն, գիտեք, այդպես նախանձից բացի չկա ուրիշ ոչ մի բան, ոչ մի երևույթ, որը հնարավոր չի ծառայեցնել Աստծուն։ Հասկանում եք։ Եվ մենք պիտի հասկանանք, որ ամեն տեսակի ուժը ինքը կարիք ունի իրեն սնուցող էներգիայի։ Եվ ամեն որակ ինքը կարիք ունի ինչ-որ մի ապաստարանի, ինչ-որ սկզբունք կա, որի մեջ այդ որակը ապաստարան է գտնում, հա, եւ միայն այդ դրանից հետո է, հա, որ կենթանի այդ որակը ինքը դառնում է ոչ թե ավիրող, հա, այլ արարող, թեկուզ արտաքնապես ավիրում է։ Եվ ես հույսով եմ, որ այս թեմաները մի փոքր ավելացրեցին մեր իմաստությունը։ Եվ այսօր այսքանը, բարի շաբաթ եմ ցանկանում բոլորիս, թող մեր երկրում լինի այս պահին ամենակարևորը խաղաղություն։